Դա ուրարտական սահնոցն է, երկարավոց ցինկը եւ փայտամիջատներ ունենք, դե մանրադիտակներ, բենտոսային տեսակներ, որոնք այս պահին նույնպես ներկայացված են։ Դե գիտենք արդեն ուրարտական սահնոցը Հայաստանում տարածված տեսակ է, կարմիր գրքային տեսակ չէ։ Այս պահին ներկայացված ձագը ինքը գունային այդ իսկ պատճառով ավելի վառ է։ Երկարավոց ցինկը ինքը կարմիր գրքային մողես է, այստեղ է։ Կարմիր գրքային մողես հիմնականում տարածված Արարատի եւ Արմավիրի մարզերում։ Այսպես, իսկ այս տեսակները, հա, այս փայտամիջատները իրանք Հայաստանից չեն բերված, սակայն Մեղրի շրջանում, հա, իրանք գոյություն ունեն, նաև մի վարքան հանեմ։ Ինչի են կոչվում փայտամիջատ, քանի որ իրանց մոտ միմիկրիան այնպես է, հա, իրանք հիմնականում է ծառերի թփերի մոտ են տարածված ու ու փայտի տեսք ունեն, հեսա ձեզ ցույց տամ, դա փայտամիջատներն են։ Այսպես, ունենք նաև բենտոսային տեսակները, որոնք ցուցանիշներ են ջրի աղտոտվածության, այս տեսակները տարածված են հիմնականում գետերի, հա, լճակների մոտ, ու մենք գտնելով այդ տեսակը կարող ենք ասել, թե այդ ջուրը ինչ աստիճանի աղտոտված է, գոյություն են մաքուր, հա, ջրային էկոհամակարգերում ապրող տեսակներ եւ ավելի աղտոտվածներ, աղտոտված տարածքում ապրողներ։ Եթե հայտնաբերում ենք ինչ-որ կոնկրետ տեսակ, մենք արդեն կարող ենք հստակ ասել, այդ ջուրը ինչ աստիճանի աղտոտված է։ Դե փայտի տեսակ չկա, այսպես, հա, իրանք հիմնականում թփուտներում, անտառներում տարածված տեսակներ են, հա, ու այդ ճյուղերի մոտ իրանք դժվար գտնել է, այդ իսկ պատճառը իրանց անունը հենց այդտեղից էլ եկել է, էլի, այդ փայտի տեսքի համար, ռուսերեն պալեչնիկ են անվանում իրանց, իսկ իրանք Հայաստանում այդքան էլ տարածված չեն, միայն Մեղրի շրջանում են տարածված ու ավելի փոքր են հայկական տեսակները։ Սրանք Գերմանիայից բերված են, իրանց ձվերը բերել են Գերմանիա ու մեր կենտրոնում արդեն նրանց մենք բազմացրել ենք։